Հայաստանում կա երկու քաղաքական օրակարգ՝ պատերազմի եւ խաղաղության, ասում է Ազգային ժողովի ժամանակավոր նախագահ Ալեն Սիմոնյանը եւ սուտ է ասում։ Որովհետեւ երկու օրակարգ կա այսօր հայաստանյան քաղաքական դաշտում։ Դա մեկը խաղաղությունն է, մեկը պատերազմն է։ Դա կեղծ օրակարգ է, որը հորինվել է Փաշինյանի թիմի կողմից ժողովրդին ահաբեկելու, որպեսզի չընտրեն ընդդիմության որևէ ներկայացուցիչ, նրան մեղադրելով, որ եկել են իբր Ադրբեջանի դեմ պատերազմ սկսելու։ Մենք արդեն խոսել ենք, որ Ադրբեջանի հարձակումներ հրահրել է ավելի շատ մեր երկրի նկատմամբ եւ մեր ժողովրդին բերել ամենամեծ զոհողություններն ու կորուստները Նիկոլ Փաշինյանը իր իշխանությամբ, իր թիմով։ Դա թողնում ենք մի կողմ։ Եկեք հասկանանք մի բարձ ճշմարտություն։ Հայաստանում չկա որևէ քաղաքական ուժ, որը պատերազմ քարոզի եւ ասի, որ գալու իշխանությունից հետո պատերազմ հայտարարի։ Եթե կա նման ուժ, նման մարդիկ, նրանք մարգինալ մարդիկ են եւ իրականում որևէ շանս չունեն Հայաստանում իշխանություն ձևավորելու։ Հայաստանում կա ընդամենը երկու քաղաքական օրակարգ՝ դա Ալիևի օրակարգն է, որը սպասարկում է Նիկոլ Փաշինյանը, եւ հայկական օրակարգն է, սեփական, պետական, ազգային օրակարգն է, որը ներկայացնում են այն ուժերը, որոնք Ադրբեջանի հետ ոչ թե պատերազմով են հարցերը ցանկանում լուծել, այլ բանակցություններով, խելացի դիվանագիտությամբ, պետությունն ամրապնդելով։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի բերած աղետաբեր պայմանագրերը հնարավոր է լավարկել լավ դիվանագիտությամբ, որովհետև երբեք Հայաստանի հայ ժողովրդի եւ արցախցիների իրավունքների պաշտպանությամբ հանդես գալը չի նշանակում պատերազմ։ Դրանք միջազգային նորմեր են, որոնք ճանաչվել են ԵՀԿ Մինսկի կողմից, որոնք ճանաչվել են ՄԱԿ-ի արդարադատության դատարանի կողմից, որոնք ճանաչվել են օրինակ Եվրոպական խորհրդարանի կողմից, որտեղ Նիկոլ Փաշինյանը վերջերս Ադրբեջանի շահերներ ներկայացնում։ Դրանք միջազգային նորմեր են, եւ դրանց պաշտպանությամբ հանդես գալը, սեփական երկրի շահերը պաշտպանելը երբեք չի նշանակում պատերազմ։ Դա նշանակում է բանակցային գործընթաց, որից Նիկոլ Փաշինյանն ինքն է հրաժարվել մեր երկիրը տանելով աղետաբեր պատերազմի։ Բանակցություններով եւ խելացի դիվանագիտությամբ, երկիր ամրապնդելով, պաշտպանական ամուր բանակ ստեղծելով եւ հզոր տնտեսություն կառուցելով, հնարավոր է Ադրբեջանի հետ առանց պատերազմի լուծել ցանկացած խնդիր եւ չստորանալ եւ սեփական ժողովրդին չդնել նման կեղծ երկընտրանքի առջև։ Դա թշնամանք է սեփական ժողովրդի նկատմամբ։ Դա թշնամանք է սեփական երկրի նկատմամբ։ Հետևաբար Հայաստանում կա միայն երկու օրակարգ՝ Ալիևի օրակարգ, որի ներկայացուցիչն է Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, եւ հայկական օրակարգ։ Սա է լինելու ընտրությունը։